Հանուն Հոր և Որդու և Հոգին Սրբու ամեն։ Սիրելի ժողովուրդ, այսօր անիրավ տնտեսի կիրակին է, բայց նորից ուրիշ տեսանկյունից եմ ուզում խոսել տնտեսության մասին։ Մեր անձնական տնտեսությունը, որ Աստված պարգևել է մեզ, դրա մասին, որպեսզի իրավացի տնտես դառնանք։ Ես առակի մասին դե շատ է խոսվել, բոլորը խոսում են, այդ առակ պատմության մասին ես ուրիշ տեսանկյունից ուզում եմ խոսել։ Նախ միշտ խոսել ենք Սուրբ Գրքի անգամ ամբողջ ընթացքը, որ գնում ենք ծննդոցից սկսած, կա որ մեր ներսն է, որ քննարկում ենք ամբողջ ներսը, այդ երկինքն էլ, անդունդն էլ և մնացած բոլորը, որ հանձնված է մեզ, որպես այդ տնտեսությունը, որպեսզի ճիշտ տնտեսենք։ Եվ մեզնից դուրս, երևացող այս աշխարհն է, ուզում եմ խոսել ներքինի մասին, նորից, որտեղ ամենակարևորը մեր ներքինն է, որտեղ մեր ներքինը պետք է մաքրենք, որպեսզի պտուղներ տա, որպեսզի արժանանանք Տիրոջ արքայությանը, որպեսզի մուտք գործենք դրախտ։ Հիմա ինչպես հայրերն են գրում, ասում են ինչպես հողն եք մշակում, սկզբից դա հողը մաքրում են, չէ՞, տատասկներից, փշերից, տեսակ անպտուղ ոչ պիտանի բույսերից, որպեսզի հետո հողը պարարտացնեն, որպեսզի բարի պտուղ սերմանեն, որպեսզի բարի պտուղ ծլի։ Այդ կակտուսները, տատասկները, փշերը, սա մաքրվում է։ Հոգևոր խորհրդով դա մեր ներսի, որ մեր ներսի այգին ենք մշակում, այդ տատասկը, փուշը և մնացած և այլն, դրանք այդ մեղքերն են, որ մեր ներսում կան, թաքնված, արմատավորված, որ դրանք մաքրենք, որպեսզի մեր դաշտը հոգևոր այդ այգին մաքուր լինի և Աստծու պարգևած այդ բարի սերմը պտուղ տա։ Բայց երբ որ Աստված ստեղծել է դա, նաև չարը գալիս է, իր որոմը միշտ սերմանում է, որպեսզի մեզ գերի։ Եվ այդ ամեն ինչը խորհուրդներ էին մեղքերի հետ, տատասկը, փուշը, տեսակ անպիտան բույսերն ու բաները, որպեսզի հետո մաքրենք այդ մեր հողը, որ արդեն առաքինի պտուղները կա, բարի պտուղները, թե անուշ մրգերը իր խորհուրդներ ունեն, ինչ առաքինություններ են, թե անուշահոտ ծաղիկները, այսինքն որպեսզի մենք այդ Աստված պարգևի մեզ այդ առաքինությունների շնորհները, որպեսզի մեզնից անուշ բրդուս գա, որ շրջապատը, որ տեսնին, լուսավորում ես քո լույսով արդեն իսկ։ Հիմա, այ մենք որպեսզի անիրավ տնտես չլինենք, որ կործանվելու ենք, սկզբից ասել անիրավ տնտեսի պես ենք, որտեղ ընկնում ենք այդ փշերի ու տատասկների մեջ և դա մեզ հաճելի էր, բայց հետո սկսենք հրաժարվել դրանից և փոխենք առաքինություններով, որպեսզի փրկության դուռ բացվի։ Հետաքրքիրն այն է, անգամ մինչև Աստվածաշնչի վերջը, ուզում եմ երկու բաներ կապեմ Հայտնության գրքից, հիշում եք Հայտնության գրքում, որ գազանը գալիս էր, մեկը ուներ 10 գլուխ, մեկը ուներ 7 եղջյուր ու խառը տենց 10 և 7 թվերներ նշվում էր անընդհատ, ճիշտ է դրսի առումով, աշխարհիկ առումով, նաև բացատրվում էր, որ դրանք թագավորություններ են, որ այդ պատերազմները լինելու են, բայց նորից ներքին խնդիրը լնայինք, եթե մեր ներսում չենք մաքրում այդ անիրավություններից, մեր ներսում սկսում է բարձրանալ այդ գլուխները,
10 խորհուրդներ 10 պատվիրանների խախտման, այդ գլուխները 10 գլուխները, հա, որ մենք 10 պատվիրանները բոլորն էլ խախտում ենք, ոչ մեկը չենք պահում եւ դրանք բարձրանում են մեղքի գլուխներն են, որ հետ մեզ կուլ տան։ Նաեւ 7 թիվն էլ խորհուրդներ 7 մահացու մեղքերի, որ էլի մենք բոլոր մեղքերի մեջ ընկնում ենք եւ պահում ենք մեր ներսում եւ այդ գլուխները նորից գլուխ են բարձրացնում, որպեսզի մեզ կուլ տան ընդհանրապես, որպեսզի տահեն դեպի գեհեն։ Դրա համար, եթե մեր ներսում այս գլուխները կան 10, 7, հա, ապա դրսում ինչ է լինի, փրկություն չենք ունենա։ Այդ տնտեսը Աստված պարգևել է մեզ տնտես, որ մեր ներսը ամբողջովին մաքրենք, մեզ նայենք։ Երբ որ այդ գլուխները չկան մեր ներսում, սկսում են առաքինության գլուխները բարձրանալ։ Հրեշտակներից վերած պարգևած այդ առաքինության գլուխները, որ կենդանի Աստծո տաճար լինենք եւ եկեղեցի, որպեսզի մաքրենք մեր ամբողջ տնտեսությունը, եւ երբ որ մաքուր ենք, պատրաստ ենք Աստծո լցված շնորհներով, ապա դրսում ինչքան էլ գլուխ բարձրացնեն այդ դրսի գլուխները, իշխանություններն ու թագավորությունները, մեզ ոչինչ անել չեն կարող։ Եվ Աստված փակելու է բոլոր մեր ամբողջ տնտեսությունը, երբ որ տեսնում է, որ դու աշխատեցիր քո տնտեսության վրա, փակում է եւ այդ դրսի ուղարկված նետերը այդ գլուխների, այդ որ պետք է հարձակվեն մեզ վրա, մեկին դաջված տնեն, մեկին չգիտեմ ինչ տնեն, մեկին այսօրվա ասած կոդավորեն, չգիտեմ ինչեր անեն, այդ բաները թվերը որ կա, Աստված փակելու է, չի թողելու, որ քեզ մոտենան։ Աստված իրեններին պահելու է եւ փակելու է ու պահպանելու է։ Բայց երբ որ մեր ներսն է այդպիսին, մենք պաշտպանված չենք։ Արդեն մեր ներսից այդ վիշապը սկսում է մեզ հոշոտել։ Մենք էլ պաշտպանություն չունենք, որտեղ մենք չաշխատեցինք մեր տնտեսության վրա։ Եվ ինչ ասենք, մարդիս համար որն է կարևորը, ավելի լավ քննենք առանց մեր մեղքերը նայելու, քննենք աբական թե ինչ է լինելու, լիցի, մենք մեր ներսը պետք է քննենք ու մաքրենք, Աստված դա է ուզում, Աստված ուզում է մեր զղջացող, միշտ ասել ենք, հա, դարձի եկող սիրտը, արտասուքով, ինքը գրկաբաց պահելու է և ոչ մեկ չի կարող հարձակվել ոչ վիշապը իր 7 գլուխներով, 10 գլուխներով եւ այլն, ոչ ոք իրաններին Աստված պահելու է, բայց որ երբ որ մենք մերը չենք նայում, փակում ենք, միշտ դրսին ենք նայում, բայց մենք պատրաստ չենք, մեզ կուլ են տալու։ Այսօրվա աշխարհի վիճակը շատ անընդհատ նմանվում է այդ վերջի վիճակների հետ եւ տեսնում ենք այս դրսի գլուխները, որ բարձրանում են, հա, պետություններ, իշխանություններ իրար են միանում, մյուսների դեմ են գնում, որտեվ այս աշխարհի մարդ արարածը, որ Աստծո պատկերով էր, եւ ոչ մեկ դրանցից իրենց ներսի տնտեսությունը չվարեցին, իսկ դրսի տնտեսությունն էլ ավերեցին ավելի, եւ դրա համար էլ այս վիճակում ենք, որտեղ Քրիստոս չունեցանք։ Առանց Քրիստոսի ամեն ինչն էլ ունայինն է։ Եթե Քրիստոս չունեցանք, ավելի լավ է վիժած լինենք եւ ծնված չլինենք։ Խնդիրը այստեղ միշտ ներսի ու դրսի խնդիրն է։ Այդ գլուխները մեր ներսում պետք է գլխատել եւ արմատախիլ անել, որպեսզի Աստված փրկության եղջյուրներ ու գլուխներ պարգևի, առաքինության սարեր, եւ Աստված կպարգևի։ Հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, հիշում եք Խաչակցին աջ կողմի, որ Աստված հենց մտցրեց առաջինը իր այդ դրախտ,
հետաքրքիր է, շատ մարգարեներ կային, հա? Ինչքան Աստծո սրբեր կային, բայց առաջինը մտցրեց այդ ավազակին, բայց իսկ այդ ավազակը, էլի հայերերով գրած, ոչ մի բան չէր տեսել Քրիստոսի հրաշքներից, բացարձակապես, ոչ Կանայի հարսանիքի, ջուրը որ գինու փոխարինեց, ոչ անտես էր արել գինուց, ոչ Ղազարոսի հարությունն էր տեսել, եւ ոչ մի բան չէր տեսել, բայց այդ խաչի վրա, երբ որ ինքը ավազակ էր, ավազակություն էր անում, խաչի վրա հավատաց եւ ունեց բառեր արտասանեց, որ այն տեսողներից անգամ Հուդան, որ իր առաքյալն էր, ասեց Տեր, որ քո արքայությունում գաս, հա, ինձ էլ կվերցնես, հա, տեսեք, ոչ մի բան չգիտեր, բայց միանգամից ներսից ոգին խոսեցրեց, ընդունեց որպես Տեր այդ Աստծո արքայության փրկիչ, բայց Քրիստոս տեսավ իր ներսը, որ իրոք տենց հավատաց ու Սուրբ Հոգու հայտնությամբ խոսեց։ Եվ Աստված հենց առաջին այդ ավազակին մտցրեց դրախտ։ Բայց նրանք են հսկա սուրբ մարգարեները դեռ այնտեղ չէին եւ ոչ մեկին դեռ չէր մտցրել ըստ հայրերի, բայց ավազակին մտցրեց եւ դրա համար սա էլ եմ ուզում կապել այդ բանի հետ, տնտեսության հետ, տեսեք ավազակը իր կյանքի ընթացքին տնտեսությունը էլի ավիրել էր, հա, եւ որպես ավազակ դատվելու էր, դատվում էր, խաչի դատվեց, մինչև անգամ, բայց մինչև ննջել է, վերջի պահին, ամբողջովին զղջաց, հավատաց ու մեղա եկավ ու խնդրեց Աստծուց, Տիրոջը, հավատաց, որ կենդանի Տերն է ու Աստված։ Ոնց որ անիրավ տնտեսը վերջի պահին հիշում եք, բոլորը սկսեց նվիրել այդ ողորմությունները անել, որտեղ գիտեր, որ հեսա դատաստանի առաջ է կանգնում, հենց էլ հետաքրքիր ձևի ավազակը, բայց ինքը ոչ մի բաներ չուներ, ոչ նվիրելու, ոչ տալու, ոչ ողորմություն տալու, արդեն խաչված վիճակում, բայց ամբողջովին ներսից ինքը հավատաց ու տեսավ ինչքան անիրավ տնտեսությունն է ինքը վարել եւ Աստված ներեց։ Հիմա բայց որքան ավելի լավ կլինի, որ մինչև այդ մեր վերջի պահը հասկանանք ու մեր տնտեսությունը սկսենք ճիշտ վարել։ Ցավոք սրտի ամբողջ աշխարհի մարդկությունը հակառակ է Քրիստոսին, որովհետև լույսը խավարը լույսը չճանաչեց, չուզեց այդ լույսին եւ բռնեց խաչեց։ Եվ ինչպես այն ժամանակվա դատավորներն էին իբր արդար դատաստան անում ճակերտների մեջ եւ ամենաարդարին կենդանի Աստծուն խաչի դատապարտեցին։ Նույնն էլ մինչև այսօր ոչ մի արդար դատավոր չկա։ Բոլոր դատավորներն էլ դատում են աչառությամբ, կարող է մեջները հատուկ են լինեն, ովքեր Աստծո երկյուղը լինեն, փառք Աստծո երանի լինեն, ինձ թվում է նաև կանեն։ Չգիտեմ, բայց այսօր ինչ տեսնում ենք, ոչ մի արդար դատաստան ոչ կա, ընդհանրապես արդարություն չկա ոչ մի տեղ, որովհետև բոլորը ապրում են առանց հավատքի, որտեղ եթե Աստծո երկյուղ ունենայինք, չարից առաջ էինք լինի, Աստծո երկյուղը չկա, և այդ Աստծո երկյուղը մեզ պարտավորեցնում է, մենք սկսում ենք աշխատել, Աստված տեսնում է այդ աշխատանքը քո տնտեսության վրա, սկսում է իր սիրուց կաթիլ քեզ պարգևել, և այդ սերն էլ ավելի զորացնում է մեզ, որպեսզի բարձրացնի մեզ դեպի առաքինությունները Տիրոջ։ Այո, տնտեսությունը վարելը դժվար է, հիմա գանք դրսի մասով, որտեղ ամեն մեկից տնտեսություն է հանձնված, ընտանիքները տնտեսություն, որպեսզի ճիշտ տնտեսություն վարենք մեր ընտանիքում,
որպեսզի դաստիարակենք մեր երեխաներին, լինենք սիրո հարաբերության մեջ, աստվածային սիրո ամուսիններ, ընտանիք, լինենք ճիշտ վերաբերվենք ծնողներին, մեծերին, այդ ամբողջը տնտեսությունն է, որ պետք է էլի ճիշտ վարենք, որ բոլորի հանդեպ տված է ոնց պետք է վերաբերվենք։ Տնտեսությունն է նաև դպրոցը, տնտեսությունն է մանկապարտեզը, տնտեսությունն է ուսումնական հաստատությունները բարձր եւ ավետ, տնտեսությունն է այս աշխարհի գործերի, գործատեղերը, որ ամեն միտեղ տնտես կա եւ պետք է ճիշտ որպես քրիստոնեական տնտեսություն վարի։ Բայց ցավոք սրտի այսօր ամենտեղ պղծում է չարը, որպեսզի խառնի մանկապարտեզից սկսած, ընտանիքից սկսած, ամենամեծ, ամենակարևոր օղաղ բջիջը դա ընտանիքն է։ Հետո դառնում է մանկապարտեզ, հետո դպրոց, կրթություն է դա ամբողջ, հետո նոր դուրս է գալիս այս աշխարհի աշխատանքների մեջ շփումը, բոլորը տնտեսություններ են, եւ ում շատ հանձնված է այդ տնտեսությունը վարելու, այդ իշխաններին, երկիրն էլ ամենամեծ տնտեսությունն է, որ պետք է ճիշտ Աստծո վարենք, շատ ավելի խիստ պատասխան պետք է կրեն նրանք, ովքեր ավելի մեծ տնտեսության կառավարիչներ են։ Նաև եկեղեցին, եկեղեցում էլ հովիվներն են տնտեսները, հա, եպիսկոպոսները, հոգևոր ամբողջ դասը, ամեն մեկին իր բաժնի չափ տված է, եւ դրա համար էլ ում շատ է տրված, շատ էլ պահանջելու է։ Իսկ շատի մեջ, եթե մեղքի մեջ եղանք, պատիժներն էլ ամենաշատն է լինելու։ Այսօր ցավոք սրտի նորից թե հավատավոր ժողովուրդը միշտ դրսի հարցերն է քննարկում, թողնելով ներսին։ Դրա համար սրբերն էլ, բոլոր դարերում էլ որ կարդում ենք, սա հիմնականում փախչում եւ ոնց որ միայնակյաց կյանքով ապրեին։ Ճիշտ է, մարդկանց մեջ էին, բայց իրանք որպես ներսի մարդ փակված էին, որտեղ այդ շփումները շատ ավելի, որպեսզի չվնասեր իրենց, իրանք փակվում էին, որ լինեին միշտ Աստծո հետ։ Այո, այս աշխարհի թե քրիստոնեական եկեղեցիների մասին է խոսքս, կատարյալ ուղղափառ եկեղեցի միայն վերին Երուսաղեմում է։ Օրինակներն է երկրի վրա եկեղեցիները, փառք Աստծո, մեր եկեղեցին էլ այ առաքելական Սուրբ եկեղեցին ամենամոտն է այդ ուղղափառության, կատարյալ ուղղափառության, ամենամոտն է, որպես արժանի զավակներ լինենք մեր եկեղեցու, մեր տնտեսությունները ճիշտ վարենք, որպեսզի արժանանենք վերջում վերին Երուսաղեմի կատարյալ եկեղեցուն։ Աստված նայում է բոլորին էլ գիտի, ամեն տեղից հատիկներ է վերցնելու, ովքեր արժան են, կլինի հույն, ռուս, քրիստոնեական եկեղեցիների, կաթոլիկ, անհատներն են փրկվելու, ովքեր ճշմարիտ այդ հավատքը մաքուր պահում են։ Բայց ամեն ազգն էլ պետքա իր ազգի եկեղեցում էլ մնա, մենք երբևիցե չենք էլ ասի եկեք մտեք ստեղ, չէ մնացեք հավատարիմ, ծառայեցեք ձեր մոտ, ամեն ազգը թող մնա իր քրիստոնեական եկեղեցու մեջ, բայց ուրիշ խնդիրը այլակրոնությունը, այլակրոնները չեն էլ փրկվի, իրանք մինչև չգան դեպի Քրիստոսի եկեղեցի, որտեղ փրկությունը միայն Քրիստոսով է, չի կարող այլադավանը, աղանդավորը, միշտ խոսել ենք,
մինչև դարձի չկան, փրկություն չի լինելու։ Եվ կլինեն նրանց միայն այդ վաղամերիկ երեխաների, որ տենց միջավայրում ծնվել են, բայց հատ-հատ բոլորին էլ իրանց արյան մկրտությունով Քրիստոս երևում է Տիրան հետ միասին անգամ, որպեսզի այդ երեխաների փրկի։ Բայց մեծերին ոչ, որտեղ ժամանակ իրաց տրված էր։ Դրա համար ամեն երեխայի մահն էլ ցավ է պատճառում բոլորիս իհարկե, շատ ցավ, որտեղ ամենամաքուրները մանուկներն են, ինչպես հարվածում են դպրոցներին երեխաների, և դա էլ հենց այնպես չի։ Սուրբ գրքում 5 կտակարանում տեղեր կա, որոշ ցեղերի մանկակերներ էին բոլորը, մանուկներով զոհաբերություններ էին անում, մանուկների արյուն են խմում, հենց այնպես չի, որ թիրախավորում են գնում է դպրոցը մանուկների երեխա են սպանում։ Ահավոր վիճակ է, ոնց է չարը մոլորեցրել մարդուն։ Անգամ կենդանիները հանգիստ իրանց համար ապրում են։ Բայց մարդն էլի գազազացնում այդ կենդանին, որպեսզի աշկերը փոխվի գազազած վիճակ դառնա։ Շներին են իրար կռվածնում։ Ու տենց կենդանական աշխարհն էլ են չարի սերմերը ցանում, այն, որ Աստծո պատկերով ստեղծված մարդ։ Քանի չեն դիպչել այդ մարդիկ, նայում է շների աչքերին, անգամ շների աչքերից բարություն էլ է գալիս։ Բայց այն, որ արդեն մարդիկ գազացել են դրանց արյուն ոնց որ թափվի աչքերից, հեսա հասնիկը հոշոտի։ Տենց մարդը արածը բնության աշխարհն էլ է փչացնում։ Կամ Տիրոջ ստեղծված ամբողջ այս երկրագունդը, այս տիեզերքը, մարդը բոմբեր է ստեղծել ու Տիրոջ երկրագնդի վրա բոմբերով, վետականներով, պայթացնում է հրթիռներով, դա էլ է մեղք։ Տիրոջ արարչագործության վրա դու հրթիռով հարվածում ես։ Դե բնական չի, որ դատաստանը արդար է լինելու և ահավոր է լինելու, որտեղ արժան ենք դրան։ Աստված բոլորի շնորհ պարգևի, որպեսզի մեր տնտեսությունը կարողանանք ճիշտ վարել, պահել, սրբությամբ պահել Աստծո պատվիրած այս տաճարը, ցավոք սրտի այս Աստծո պատվիրած տաճարը նաև այս երկրագունդն էլ է, որ չենք պահում, այլ անընդհատ թունավորում ու վնասում ենք, բայց Աստված մեր հետևից նորից մաքրում է, որպեսզի արժան տնտեսներ լինենք, իրավացի տնտեսներ լինենք, որպեսզի աջակողմյան ավազակի պես մեր ննջելի օրը Տերը ասի եկեք մտեք դրան։ Երանիթ է։ Աստված պահի մեր երկիրը այս խառնաշփոթ աշխարհի վիճակի մեջ, որտեղ շուրջ մեր բոլոր կողմերը արդեն պատերազմներ են սկսվում, և ոնց որ Նոյը կյանքը ստեղծեց ստեղից, աշխարհի վերջն ստեղից է սկսվելու։ Եվ որպես փոքրիկ կղզի մենք, ինչպես Հավետի ազգերից կղզիները առաջացան, այ մնացած այդ փոքրիկ կղզին, որպեսզի Աստված պահի պահպանի մեր մայր տաճարը ու մեր Սուրբ եկեղեցին, իր բոլոր նվիրյալ հավատարավորներով, թե հոգևոր, թե աշխարհիկ դասերով, և պահի պահպանի մեր բոլոր փոքրիկ գանձերին, երեխաներին, որպեսզի հավատքով Քրիստոս իրանց միշտ գրկած պահի, որպեսզի թշնամին չփորձի վնասել մեր երեխաներին։ Ամեն։